Իմ ջերմ ողջույնները բոլորին, բոլոր մասնակիցներին, թե կատարողներին, կազմակերպիչներին եւ նաեւ հովանավորներին այս ամենը գլուխ բերելու եւ ի կատար ածելու համար։ Ես Գևորգ Հաջյանի որդին եմ, Թաթուլն եմ։ Ես ինքս կրթվել եմ նաեւ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, դասական գիտարի բաժնում ու հիմա վերստին շարունակում եմ իմ կրթությունը Գերմանիայում մագիստրատուրայի համար, երրորդ կիսամյակում եմ արդեն։ Շատ դժվար բան է լինել հայ իրապես, առաջինը չեմ որ ասում եմ, ով ասում է, եւ դժվար է ներկայացնել հայ արվեստը նաեւ մեր բոլոր արվեստի այս աշխարհի անծայրածիր արվեստի ոլորտների, ժանրերի, ազգերի, ֆոլկլորի եւ առհասարակ այս ամեն ինչի մեջ նաեւ ներկայացնել հայն ու հայեցին շատ բարդ է։ Հայրս բոլորինն էր, բայց ամենաառաջ հայինն էր ու հայի համար ինքը հավատարիմ էր ու հավատարիմ մնաց իր հայ սկզբունքին, թե արվեստի ներսում, թե ընտանիքի ներսում, թե շրջապատի համար, ամենուր։ Իմ համար օրինակելի մարդ էր, թե որպես հայր, թե որպես երաժիշտ, երգիչ։ Ամենայն խոստովանությամբ դա միշտ ասում եմ ու չեմ զնանակ ասեմ, դա չեմ ասում իբրև զավակ, որդի, այլ որպես երաժիշտ, միակ մարդն է, ում կոմիտասյան կատարումները ինձ համար այդքան հարազատ են, որտեղ կա մարդու հոգին, խոսքը ու գրված երաժշտությունը, որը գենետիկ, հիմա ամբողջ իմ գլուխն ու մարմինը փշաքաղում է, որը գենետիկորեն խոսում է մարդու ներաշխարհի մասին, կոմիտասյան մաքրությունից մինչև տվյալ անձի կատարումը, խոսքս կատարողի անձնական մաքրության մասին չէ, այլ որպես երաժիշտ ու կատարող, որտեղ չկան արհեստական տեխնիկաներ ու մոտեցումներ, կա մարդու բնածին շունչն ու երգը։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ մասնակցում եք, որ մասնակցել եք, ընտրել եք այս ուղին, բավական բարդ է, բոլորս դա գիտենք, եւ միևնույն ժամանակ շատ ինքնաբավ եւ անասելի հաճույք պատճառող ուղի։ Ուզում եմ առողջ լինեք, ուզում եմ լավ մարդիկ լինեք, թե որպես երաժիշտ, թե ընտանիքից ներս եւ թե հասարակության համար, օրինակելի հայ առհասարակ եւ կարողանաք հայ արվեստը հնարավորինս եւ բարձրագույնս մատուցել բոլորին։ Ես հիշում եմ իմ մեջ շատ վառ տպավորվել է հորս պատմություններից այն, երբ նա դեռ մոտ մի 20 ամյակ առաջ, երևի ասում են այդպես, երբ Ավստրիայում էր գտնվում եւ համերգներով ներկայացնում էր հայ հոգևոր երաժշտությունը, տաղերը, եւ պատմում էր այն մասին, թե ինչպես կարող էր տեսնել մարդկանց աչքերի մեջ արցունք, հուզական արցունք, ապա ողջագուրումների մասին, թե ինչպես այդ մարդիկ խոսում էին անտեղյակ լինելով մեծ մասը, որ կա Հայաստան կամ կա հայ ու կա նման մշակույթ, որը շատ ավելի վաղ հին է, քան հատկապես որպես հոգևոր երաժշտություն ու նաեւ ֆոլկլոր ժողովրդական մշակույթ,
Ինչու եմ շեշտում հոգևորը, որովհետև այդ ժամանակ մինչ օրս նաև եկեղեցին մեր համար կամ առհասարակ հավատքը հայու համար միայն հավատք չէ, պաշտամունքի միջոց չէ, այլ ազգային սիմվոլ է, հա, ազգային նշանակություն ունի, հետևաբար նաև մեր մշակույթի մեջ մեծ նշանակություն ունի հոգևոր արվեստը և այն կարող է լինել մի քանի անգամ մոտ 10 դար ավելի հին, քան մենք ծանոթ ենք եվրոպական արվեստին։ Կարծում եմ կարողացա խոսքս միտքս տեղ հասցնել, բավական տարօրինակ է այս միջոցով հաղորդակից լինել, բայց շնորհակալ եմ ևս տին, իրապես շատ բարդ է լինել նման մարդու զավակ, խոսել իր մասին անցյալով, բայց ապրել ամեն օր իր մասին և իրմով, ներկայով։ Չեմ հիշում եթե ասացի, բայց իմ համար իմ հայրը միայն հայր չէր, այլ օրինակելի մարդ էր, թե որպես երաժիշտ, թե որպես երգիչ, թե որպես հայ երաժիշտ։ Շնորհակալ եմ բոլորին և մաղթում եմ ձեզ ամենայն բարիք։ Չեմ ուզում գովազդային միջոցով հնչի, բայց ինձ կարող եք ինստագրամյան հարթակում գտնել